Փառք Տիրոջ, ամեն։ Աստված օրհնի քեզ սիրելի քույրս, սիրելի եղբայրս, որ այսօր քո օրը Տիրոջ տան մեջ է սկսում։ Եվ գիտես, ամեն օրդ, ամեն վայրկյանդ, կյանքիդ ամեն ընթացքը սկսիր Տիրոջ հետ, ամեն։ Կապ չունի կիրակի է, երկուշաբթի է, երեքշաբթի է, գիտես, շաբաթվա ամեն օրը սկսիր Տիրոջ հետ։ Շաբաթվա ամեն օրդ շարունակիր Տիրոջ հետ։ Եվ կտեսնես, որ քո կյանքը բարելավում է, եւ կտեսնես, որ դու օրհնվում ես, որ դու լույս ես ուտեղ, որ գնում ես։ Ամեն։ Խնդրում եմ միտքդ ուշադիր պահի, մի շեղվի ոչ մի բանով։ Խնդրում եմ բոլորիցդ հեռախոսները չեմ ասում անջատեք, որտեղ չեք անջատի, գոնե բեզբուկի վրա դրեք։ Հավատացեք խանգարում է, երբ որ զանգա գալիս։ Հիշում եք, այս վերջի շաբաթները մեր հովիվը ինչի մասին էր խոսում։ Ով է հիշում։ 2-3 շաբաթ ծոմի եւ աղոթքի, ամեն, փառք Տիրոջը։ Ու գիտես, այնքան հետաքրքիր էր։ Երեք մենք միասին մի վայրում էինք, անուններ չեմ տա։ Ու գիտես, ես իմ ակաժներով լսացի ծոմի արդյունքը։ Թե ինչքան արդյունավետ է, թե ինչքան կարևոր է, թե ինչ պատեր է քանդում, լսեցի վկայություն։ Ու գիտես, այդ ամենը կպավ իմ սրտին։ Ու հավատացեք, այդ ամենը, ինչ որ հովիվը 2-3 շաբաթ տեղից խոսեց, այդ ամենը ուղղակի բառեր չեն, որ պետք է գանք, հերթական կիրակին լսենք ու գնանք մեր տներով։ Խնդրում եմ, սիրելիս, կիրառիր։ Շաբաթվա մեջ ունեցիր օրեր, չգիտեմ, ու պահիր ծամ, ու աղոթիր, պատերա քանդում, բերդերա քանդում, չկա մի խնդրի մեծության չափ, որը որ ծոմը չկարողանա ճեղքել։ Գիտես, քո աղոթքը մուրճ է, իսկ պրոբլեմը պատն է։ Ինչքան մեծացնես աղոթքդ, գիտես, պատը հաստ է, նայենք այս պատին, հաստ պատ է, չէ, իր համար այն փոքր մուրճերով չես կարող այս պատը ջարդես։ 10, 20, 30 տարի խփես, կարող է հասնես ուզածիդ։ Բայց հասկանում ես, երբ որ աղոթքդ մեծացնում ես, մենք բառ ունենք, չէ, կռան ենք ասում։ Այդ կռանով ես խփում պատին։ Երբ որ ծոմ ես մտցնում, հաշվի այդ պատը քանդել համար մի հատ էլ տեխնիկա ես կանչում։ Խնդրում եմ, ուղղակի բառեր թող չլինեն սրանք ձեզ համար վերցու կիրառիր կյանքիդ մեջ։ Ամեն։ Փառք Տիրոջը։ Գիտես, այսօր մի հատ այս իմ թեման չէր, ուղղակի ես վկայություն կար ու կպել էր իմ սրտին եւ ես գիտեմ, որ բոլորիդ կյանքում էլ լինելու է այսպիսի մի վկայություն։ Պահիր ծմ։ Խնդիր կա, պահիր ծմ։ Զսպիր քեզ։ Ամեն, աղոթիր, մոտեցիր Տիրոջը։ Փառք Տիրոջը։ Գիտես, իմ այսօրվա թեմայի վերնագիրը կոչվում է չի ստացվում։ Հենց այսպես, չի ստացվում։ Ու մի հարց եմ ուզում տալ ու կխնդրեմ տեղից կարող եք պատասխանել, բայց հերթով։ Մի հարց եմ ուզում տալ, այս հարցը մեր հովի հետ էլ շատ են քննարկել ու ուզում եմ ձեզ էլ լսել։ Ինչ եք կարծում։ Մարդը փոխվում է։ Ամեն։ Ես էլ կասեմ չի փոխվում։ Ամեն։ Հիմա սկսենք։ Հավատում ենք, որ մարդը փոխվում է, չէ՞։ Բայց չեք տեսել մարդիկ, որ ինչ ձևի բնավորություն փոքր ժամանակ ուներ, մեծ տարիքում էլ այդ բնավորությունը կա։ Եկեղեցի գալ, գնալ ու էլի այդ բնավորությունը կա։ Տես հոգևոր մարդկաց մասին է խոսքը, աշխարհիկ մարդկանցից մենք գործ չունենք, մենք մեզանից ենք խոսում։ Աստվածաշունչը իմ ու քո համար է գրված, ամեն նրան հավատացողի համար է գրված։ Գիտես, ես իմ մասին պատմեմ։ Իմ բնավորությունը ինչ ձև է եղել, ինչ ձև է փոխվել է կամ չի փոխվել։ Ես փոքրուց էլ կռվարար չեմ եղել։ Ու գիտես, այնպես չի, որ ես եկա Քրիստոսին ու կռվարար չեմ, չէ, ես փոքրուց էլ կռվարար չեմ եղել։ Փոքրուց ինձ չեն թողել, որ հայոյեմ։ Ես ու եղբայրս ծնված օրվանից չենք հայոյել։ Ձեզ ուրիշ բան եմ ես ասովորացնելու ու ասելու, խնդրում եմ ուշադիր եղեք։ Այնպես չի, անկեղծ եմ ասում, ես չեմ եկել Քրիստոսին ու հայոյանքը թողել եմ, ես չեմ էլ հայոյել, որ թողեմ։ Բայց եղել են մեղքեր, որ Քրիստոսին գալուց հետո ես թողել եմ, ես փոխվել եմ։ Գիտես,
Մարդ իր ուժերով երբեք չի կարա փոխվի։ Դու քո ուժերով չես կարա փոխվես։ Քո այն մանկությունից քո հետ բերած մեղքերը երևալու է։ Ու գիտես ինչն է լուծումը։ Լուծումը մի բան է։ Ես ինչքան շատ թողեմ, գիտես մարդ չի փոխվում։ Ինչքան մարդ թողեց Քրիստոս իր մեջ բնակվեց, այդ Քրիստոսն է երևալը։ Այդ է փոփոխությունը։ Գիտես մարդ չկա կնոբ կան սխմես ու փոխվես։ Չկա նման բան։ Եթե Քրիստոս քո մեջ բնակվեց, քո մեջից այդ Քրիստոսն է երևալը։ Այդ է քո փոփոխությունը։ Ինչքան իր հետ դու շփվես, այդքան ես փոխվելու։ Այնքան է ինքը քո վրա ազդելու։ Դու չես կարա գաս, եկեղեցի գնաս, հաջորդ շաբաթ էլի գաս, էլի գնաս ու դու փոխվես, չես փոխվի։ Գիտես կլսես խոսքը, հովիվը կասի փոխվի, ու ոչ մի բան 30 տարի կգաս ու կգնաս, ոչ մի բան չի փոխվի քո կյանքում, չի ստացվի։ Գիտես խոսքից վերնագիրը չի ստացվի։ Քո ուժերով չի ստացվի։ Պիտի թողես, որ Տերը խառնվի քո կյանքին։ Քանի տարվա հավատացյալ ուզում ես եղի, պիտի թողես, որ Տերը խառնվի քո կյանքին։ Ամեն։ Հալելույա։ Գիտես մենք կարանք տարիներ շարունակ գանք ու գնանք եկեղեցի։ Բայց այդպես էլ մեր շրջապատում մեզ ճիշտ չդրսևորենք։ Հիմա մի նկար կդնենք էկրանին, ու ես ու միասին կսկսենք քննել այդ նկարը։ Վստահ եմ մեր քույրիկներից մեկն էր տարածել, տեսել եմ ու կպավ իմ սրտին։ Մի քիչ վատ նկար է, բայց պիտի միասին սկսենք քննել։ Վստահ եմ շատերը էլ եք տեսել այդ նկարը։ Տիկ ջան, որ խնդրեմ գցի էկրաններին։ Վստահ եմ շատերը չեմ հիշում ով էր տարածել ու տեսա իմ դուրը շատ եկավ։ Խնդրում եմ նայեք, առաջինը ի՞նչ է գրված ամբողջ շաբաթ, չէ՞։ Երկրորդ նկարի մեջ է Կիրակի եկեղեցում։ Սիրելիներ, իմացի ծաղում ենք, բայց հավատացեք, շատ ցավալի է։ Այս նկարը, ով որ սարքել է, իրականությունից ելնելով է սարքել։ Ինքը տեսել է մարդկանց մեջ այս ամենը, որ սարքել է, որ Կիրակի օրը գալիս է ինչ-որ մեկը եկեղեցի ու գնում է ու շրջապատում, գիտես, իման լեզուն տեսեք, լեզվի վրա ոչ մեկ չի կարողանում, թույն է իրանից բխում։ Սիրելիներս, մեզանից ոչ մեկ այստեղ այս նկարում պիտի չգտնի իրան։ Դու որտեղ որ գնում, Տիկ ջան, կարաս փոխես։ Դու որտեղ որ գնում ես, այնտեղ աղու լույս պիտի լինես։ Դու որտեղ որ գնում ես, այնտեղ քեզանից պիտի սովորեն սիրելիներ։ Դու որտեղ որ ոտքը դնում ես, պիտի քեզանից հետո մենակ գովանք ես։ Ուղղակի հաճույք ստանան քեզ հետ շփվելուց։ Ամեն։ Եթե համաձայն չեք, ասեք համաձայն չենք։ Երկրորդ օրինաց 5-րդ գլուխ 27-րդ խոսքն եմ ուզում կարդալ։ Երկրորդ օրինաց 5:27։ Երկրորդ օրինաց 5:27։ Գիտեք ես որտեղի մասին է, կարդամ ու միասին քննենք։ Դու մոտ գնա, այս Իսրայելի ժողովուրդը Մովսեսին է ասում։ Դու մոտ գնա եւ լսիր ամեն ինչ, որ մեր Եհովա Աստվածն ասում է, եւ դու ասիր մեզ, ինչ որ մեր Եհովա Աստված քեզ հետ խոսե։ Մենք էլ կլսենք ու կկատարենք։ Հիմա ասեմ ինչ նկատի ունես ամեն ասելով, սիրելիներ։ Գիտես Իսրայելի ժողովուրդը Աստված ուզում էր հանդիպել Իսրայելի ժողովրդի հետ, բայց Իսրայելի ժողովուրդը խուսափում էր։ Մովսեսին էին ուղարկում, դու գնա։ Գիտես այսօր նույն Աստված ուզում է իմ ու քո հետ շփվի։ Բայց մենք ինչ ենք անում, Հովի հետ խոսում Աստված, կգնանք Հովից կլսենք։ Կգնանք տեսնենք այդ շաբաթվա քարոզիչը ինչ է ասում։ Մենք էլ կլսենք ու գրված է վերջում, չէ՞ կլսենք ու կկատարենք, բայց լսում ենք ու չենք կատարում։ Սիրելիներ, Աստված Կիրակի օրվա Աստված չի։ Ես չգիտեմ այդ ինչ Աստված է։ Մեր Աստված ամեն օր, ամեն ժամ, ամեն վայրկյան
պատրաստ է քո կողքը կանգնելու ու լսելու քեզ։ Գիտես, ես ու դու անձնական հարաբերություններ պիտի ունենանք։ Ես ու դու պիտի անձնապես ճանաչենք Աստծուն։ Գիտես, մի ճանաչիր իմ պատմած Աստծուն։ Գնա տուն։ Խնդրում եմ, գնա տուն ու ծնկի արի։ Ասա, Տեր, ուզում եմ ճանաչեմ քեզ։ Ես գիտես, ես չգիտեմ, ինչ բառով նկարագրեմ։ Այս հարստությունն է, որ ամեն մեկս ունենք։ Այս մարդիկ ժամանակին իրաց կյանքի գնով են այս ամենը փոխանցել, որ հասնի մեզ։ Այս ժամանակին ում տանը որ կար խնդիր էր, մարդիկ երազում էին Աստվածաշունչ ունենալ։ Այսօր հազար ձևով ամեն մեկիս Աստվածաշունչ է հասնում, բայց չգիտեմ, մեբելի գլխին դրած վրան այսքան փոշի է բռնել։ Ու ասում ենք Աստված չի խոսում մեր հետ։ Ժողովուրդ ասած երկնքից չպետք է գոռա։ Աստված տեղով է խոսում։ Աստված մի խոսք տուր։ Գիտես քանի խոսք կա մեջը։ Գիտես քանի խոսք ունի Աստված քո կյանքի վերաբերյալ։ Ինչ ես ուզում բարձր ձայնով Աստված կա ականջի տասի։ Սիրելիս գնա շեֆի Աստծո հետ։ Կտրվի մի քիչ գործերից դա հասկացանք։ Տավարմալը չփախավ։ Այդ ամենը հասկացի, այդ ամենը ամբողջ կյանքում էլ անես էլի չի հերիքի։ Գիշեր ցերեկ էլ աշխատես էլի քիչ ա լինելու։ Կարաս կուտակի, հա, կուտակի, հետո վստահ եմ ես ելի ենք ասել, բայց մի անգամ էլ կրկնեմ, Ալեքսանդր Մակեդոնացին, ով ամբողջ աշխարհը կարելի ասել գրավել էր։ Գիտեք մահանալուց չէ։ Կանչում է իր զորավորներին, ասում է, երբ որ ես մահանամ, կկանչեք լավագույն բժիշկներին, լավագույններին, որ գան ու հասկանան, որ իրանք մահի դեմ անզոր էին։ Երբ որ ամբողջ հարստությունը իրանն էր, ասաց, երբ որ ես մահանամ, իմ ձեռները պարզած ինձ կթաղեք, որ ես ոչ մի բան չտարա ինձ հետ։ Գիտես, ոչ մի բան, սիրելիս չես կարա տանես։ Ու խնդրում եմ, մի կենտրոնացիր այստեղ կուտակելու, ունենալու, նորմալ է, Տերը չի թողի սոված մնաս։ Տերը չի թողի սոված մնաս։ Խոսքն ասում է, առյուծի կորյունը, առյուծի ձագը, սոված կմնա, բայց դու սոված չես մնա, ինձ հավատացողը սոված չի մնա։ Ուղղակի շատ կարևոր է, որ այս ամենը հասկանանք մենք։ Խոսքն ասում է, մայրը իր նորածին, իր բարուրի մեջ երեխային կուրանա, կթողի, բայց ես ձեզ չեմ թողի։ Ասում է, դուք, որ ձեր որդիներին բարին կամենալը գիտեք, ինչքան ձեր հայրը, որ երկնքում է, միթե որ հաց ուզեք քար կտամ, կամ ձուկ ուզեք օծ կտամ տեղը։ Խնդրում եմ ժամանակ անցկացրեք Տիրոջ հետ։ Կտրվի քո կյանքից, կտրվի քո աշխատանքից, կտրվի սուրճից, կպի երկնքին։ Հասկացի կփոխվես դու, կփոխվի քո կյանքը, կփոխվի քո շրջապատը։ Ամեն։ Բացենք Մարկոս ավետարան, մի պատմություն ենք ուսումնասիրելու միասին։ Այնքան լավ պատմություն է։ Մարկոս 10:17-ից ամբողջ պատմությունը կարճ է, կկարդանք միասին։ Մարկոս 10:17 Մարկոս ավետարան 10-րդ գլուխ 17-րդ խոսքից սկսում եմ կարդալ։ Եվ այնտեղից ճանապարհը գնալիս մեկը վազելով եկավ ծունր դրավ, նրան հարցնում էր եւ ասում. Բարի վարդապետ, ինչ գործեմ, որ ավիտենական կյանքը ժառանգեմ։ Մի հատ ամբողջը կարդամ, հետո հետ կդառնանք։ Հիսուսն էլ ասեց նրան. Ինչու ես ինձ բարի կոչում։ Ոչ ով բարի չկա, բայց միայն մեկ Աստված։ Պատվիրանքները գիտես. մի շնար, մի սպանիր, մի գողանար, մի սուտ վկայիր, մի զրկիր, քո հորը, քո մորը պատվիր։ Նա էլ պատասխանեց եւ ասեց նրան. Վարդապետ, այդ ամենը իմ երեխայությունից պահել եմ։ Հիսուս էլ նրան մտիկ տվավ, նրան սիրեց եւ ասեց նրան. մեկ բան է պակաս քեզ։ Մի բան է պակաս քեզ։ Ուշադիր եղեք։ Գնա ինչ որ ունես ծախիր եւ աղքատներին տուր եւ գանձ կունենաս երկնքում եւ խաչդ առած եկ իմ ետևից։ Դա ամենավերջին խոսքը, որի վրա կկենտրոնանանք։ Նա էլ այն խոսքի համար դժվարացած գնաց տրտմած։
որովհետև շատ ինչ գիտեր էր։ Ես մեկը գալիս է մոտենում է Հիսուսին ասում է Տեր, ուզում եմ ավիտենական կյանքը ժառանգեմ։ Հիսուսն ասում է պատվիրանները գիտես պահիր, ասում է գիտեմ ու պահում եմ։ Եվ գիտես Հիսուսն ինչ ասում է, ինչ ունես չունես, ծախիր ու տուր աղքատներին։ Կպտում այն հատվածին, որ այսօր բոլորի թուլությունն է։ Բոլորիս, ինչ չառանձնացնեմ։ Ասում է ինչ ունես չունես, ծախիր ու տուր աղքատներին։ Եվ ասում է երիտասարդը տրտմած գնաց։ Ես մենք ուզում ենք գանք Հիսուսին, բայց չենք ուզում ամեն բան թողենք Հիսուսի համար, չի ստացվում։ Մենք ուզում ենք Տերը խառնվի մեր կյանքում, մեր ոլորտներում, բայց մենք չենք ուզում նրա այդ ժամանակ անցկացնենք։ Մենք չենք ուզում մեր քունը տանք։ Գիտես, այս երիտասարդը իր գումարը պիտի տար, շատ ուներ։ Միգուցե դու քո քունը պիտի զոհաբերես։ Միգուցե ինչ-որ մեկին ներելու խնդիր կա, որ այս 100 տարի է եկեղեցի ես գալիս ու այդպես էլ չես ներում նրան։ Միգուցե բամբասանքը, որ այսօր, չգիտեմ, իշխանությունն ունի բոլորի վրա, այդպես էլ չես կարողանում թողնել, եկեղեցուց գնում ես, հանդիպում ես հարևաններիդ ու սկսվում է թեժությունը։ Միգուցե բամբասանքն է։ Չգիտեմ, երիտասարդի մոտ հարստությունն էր։ Գիտես մենք պիտի թողենք։ Ու գիտես այդ երիտասարդը պատրաստ չէր թողելը։ Ասում է տրտմած գնաց։ Հավատա, եթե դու չներես, եթե դու չթողես բամբասանքը կամ քունդ, դու էլ ես տրտմելու։ Խնդրում եմ սիրելիս, ամեն բան, ինչ որ Տերը ուզում է թողենք, եկեք թողենք։ Հավատա, դու շատ լավ գիտես ինչա Տերը քեզանից ուզում։ Դու շատ լավ գիտես քո մութ անկյունը, ինձանից լավ գիտես, դու գիտես ու Աստված։ Ինքդ քո հետ անկեղծ եղի։ Դատում ես, բարկանում ես, խառնվում ես շատ հարցերի, որը որ քոնը չի։ Կռիվան կնում ամեն տեղ։ Գիտես Աստված մեզ խաղաղության համար է կանչել, քեզ կանչել է խաղաղության համար։ Եթե դու անիծող ես, Քրիստոսից հետո դու օրհնող ես։ Չես կարող գաս Աստծուն ու մնաս այն հին անիծողը։ Չես կարող գաս Աստծուն ու մնաս այն հին բամբասողը։ Դες բամբասողը իր հանդիպեցիր Աստծուն օրհնող ես։ Ամեն։ Դες երիտասարդը չկարողացավ ամենը թողնել Աստծու համար։ Դες պատրաստ էր թողելու, բայց ոչ ամենը։ Ամեն։ Դες ու կա մի տեսակ էլ, հետաքրքիր տեսակ է ու շատ եմ լսել, ասում է այս բնավորությունս այսպես պապենական մենք այս ձև ենք։ Պապս այս ձև էր, հերս այս ձև էր, ես այս ձև եմ։ Գիտես, եթե քո հերը քո հələ որ մարմնավոր հերն է, դու այդ ձև էլ կմնաս։ Բայց Տերը երկրորդ Կորինթացիս 5:17-ում ասում է. դուք նոր արարածներ եք։ Ես եմ ձեր հայրը։ Եթե դու ներկայացնում ես քո փառքասուն ամեն մեկից երկրավոր հորերի համար, բայց եթե մենք ներկայացնում ենք նրանց, մենք չենք կարող ներկայացնել մեր երկրավոր հորը։ Կապ չունի քո հերը, քո պապը ինչ բնավորություն է ունեցել։ Եթե դու հանդիպել ես Քրիստոսին, քո հայրը արդեն Քրիստոսն է։ Ու նրա բնավորությունը պիտի քեզանից երևա։ Գիտես, ասում է հայ մենք ցեղական հայոյող ենք։ Պապս հայոյել է, հերս, պապս խմող էր, հերս խմող էր, ես խմում եմ։ Ուրեմն դու Քրիստոսի հետ կապ չունես, սիրելիս։ Կամ էլ ցեղական մոմ թափող են, չգիտեմ։ Սիրելիս, ամեն բան Քրիստոսին հանդիպելուց հետո պիտի շեղվի։ Կապ չունի ինչ ձև էր ապրում մինչև Քրիստոսը։ Տերը ներում է քո բոլոր մեղքերը։ Իմ բոլոր մեղքերը Տերը ներում է ու ներել է ու պատրաստ է նոր հնարավորություն տալու։ Մենակ թե դու քայլ արա։ Խոսքն ասում է մոտեցիր ինձ։ Ես պատրաստ եմ քեզ մոտենալու։ Քայլ արա, սիրելիս, գնա տուն, մի ապրի ոնց որ մինչև հիմա ապրել ես, խնդրում եմ փոխիր քո առօրյան։ Գնա տուն սկսա Տիրոջ հետ ժամանակ անցկացնել։ Կիրակին մենակ չեն գալիս տուն գնում ու կպնում մեր գործերին։ Տիրոջ հետ ժամանակ անցկացրա։ Որտեղ ոտդ կդնես Քրիստոսի մասին պատմիր։ Որտեղ ոտդ կդնես Տիրոջ մասին պատմիր։ Գիտես խի չես պատմում, որտեղ ներսդ լցված չի Տիրոջով։ Ես ոչ մեկի չեմ դատում։ Երբ որ դու լցված, ես լցված լինենք Քրիստոսով, որտեղ ոտներս դնենք Քրիստոսի մասին կպատմենք։ Իսկ երբ որ ոտներս ուր որ դնում ենք, խառը պատմություններից ենք խոսում սրա կյանքից, նրա կյանքից, ուրեմն մենք լցված ենք սրա ու նրա կյանքով, ուրեմն մենք լցված ենք այս աշխարհով։
Հասկացեք, մեր մեջ կա մի հատ տեղ, մի հատ վայր, մեր Սիմոնի հետ ենք այդ նույնը խոսում, որը որ պատկանում է Տիրոջը, որը նախատեսված է, որ Տերը պիտի լսվի այդտեղ։ Հասկանում ես, երբ որ ես ու դու խառնում ենք ուրիշ բան ենք լցնում, չի դառնում, չի ստացվում։ Դες քեզանից բխում է այդ ինչ որ լցրել ես Տիրոջ տեղը, բայց այդ վայրը նախատեսված էր Սուրբ Օգու համար։ Ամեն։ Խնդրում եմ ներսդ լից Սուրբ Օգով, ներսդ լից նրա հետ շփվելով, քարոզներ լսելով, Աստվածաշունչը ուղղակի շատ կարդալով ու աղոթելով, ծոմեր պահելով։ Դες կյանքը մարդիկ 20 տարեկան էին, հիմա արդեն 60 ու 70 են ու չեն հասկանում ոնց ասանք այս տարիքին։ 3 էր, չգիտեմ, ես ինչի էս ինչը նշեցինք։ 3 էր մեր վերջին զանգ, հա, իրոք 3 էր։ Նարեկը կարա վկայի, որ 3 էր։ Բայց անցել արդեն 12 տարի, եթե չեմ սխալվում։ Ու գիտեմ, ինձանից մեծերը вообще ուրիշ լիքը բաներ ունեն պատմելու։ Հասկանում եք, գնում է, դու չես կարա առնես։ Դու չես կարա անընդհատ փորձես նոր հաջողություններ այս աշխարհում ինչ որ բանի հասնես։ Խնդրում եմ սիրելիս, մի պահ կանգար, շուչ քաշա ու մտածա Տիրոջ մասին։ Ինչ ես անում։ Հերիք այս մրցավ ասքի մեջ ես ու դու էլ վազենք։ Կա չէ՞ մի հատ վիդեո եմ տեսել մեր հովիվն էլ մի օր պատմել ես, բահրաբան افռում ու մուկա մեջը, չէ՞, թե չեմ սխալվում, անընդհատ վազում է ինքը նույն ուղղությամբ։ Ունի անընդհատ ֆռում ու ինքը անընդհատ նույն տեղում վազում է։ Դες ինքը չի հասնելու իր վերջնակետին։ Ինքը անընդհատ նույնպես էլ մենք չենք հասնելու մեր վերջնակետին։ Մեր վերջնակետը այս աշխարհում մահն է։ Բայց դրանից հետո սկսվում է իրականությունը։ Այն իրականությունը, որի համար մենք պայքարում ենք։ Այն իրականությունը, որի համար արժի ապրել ու ապրում ենք։ Ամեն։ Փառք Հիսուսին։ Գիտես մի նուրբ բան եմ ուզում ձեզ ասեմ։ Եթե դու երկրի վրա ունես Քրիստոսին ու երջանիկ չես, ուրեմն քեզ ոչ մի բան չի կարա երջանկացնի։ Հասկացաք ինչ ասեցի։ Ամեն։ Եթե դու ունես Քրիստոսին ու տխուր ես, հա հարցակում կարա գա, սրա մասին չի խոսքը, բայց եթե դու ունես Քրիստոսին քո կյանքում ու երջանիկ չես, չկա մի բան էս երկրագնդի վրա, որ քեզ կարա երջանկացնի։ Ամեն։ Փառք Հիսուսին։ Իսկ եթե երկրի վրա ունես Քրիստոսին, ու ինչ որ նեղություններ ես կրում, հավատա Քրիստոսի դու արդեն իսկ դրախտում ես ապրում։ Դες այս երկիրը քո համար կարա լինի դրախտ, եթե Քրիստոսին ունես, սիրելիս։ Խնդրում եմ, գիտես ու զարմանում եմ այն մարդկանց վրա, ովքեր ճանաչում են Քրիստոսին, բայց երանի են տալիս, ճանաչում են Քրիստոսին ու բայց երանի են տալիս այն իրանց ծանոթինով միլիարդ հատերա ու քշում է վերջին, չգիտեմ, S կլասներից, վերջին ճոխ մեքենաներից։ Դες ես երբեք չեմ հասկանա այդ քրիստոնյաներին։ Երբեք չեմ հասկանա այն մարդկանց, ովքեր Քրիստոսին ճանաչում են ու երանի են տալիս նրան, ով չունի Քրիստոսին, բայց ունի մեծ հարստություն։ Սիրելիս, ինքը այդ հարստությունով հանդերձ երկրի վրա արդեն իսկ դժոխքում է։ Կողա մի քիչ խիստ եմ ասում, հավատացեք, բայց իրականություն է։ Որտեղ ոտքդ կգտնես առանց Քրիստոսի հետ արդեն դժոխք է։ Իսկ որտեղ որ Քրիստոսի հետ ես, դու արդեն իսկ դրախտում ես։ Քրիստոսի հետ կարելի է ապրել, չգիտեմ, ամենավերջի կղզում, որտեղ մենակ դուք եք լինելու լիքը կապիկներ։ Հասկացեք, Քրիստոսի հետ արդեն իսկ դրախտում ենք մենք ապրում։ Եթե ունես Քրիստոսին, ամեն ինչ ունես։ Սիրելի ծնողներ, եթե ձեր երեխաներին պատմում եք Քրիստոսի մասին ու տվել եք նրանց Քրիստոսին, հավատացեք, ամենամեծ հարստությունը տվել եք նրանց։ Եթե ձեր երեխաներին տվել եք ու տալիս եք ամեն ինչ, բայց չեք պատմել Քրիստոսի մասին, դուք նրանց ոչ մի բան չեք տվել, նրանք ամենաաղքատն են։ Ամենակարևորը, պատմեք ձեր սերունդերին Քրիստոսի մասին։ Ամեն։ Փառք Հիսուսին, փառք Տիրոջը։ Առաջի Պետրոս, առաջի գլուխ 17-րդ խոսքն եմ ուզում կարդանք։ Մինչև կարդալը մի բան եմ ուզում ասել ես ասացից հետ կապված, գիտես սիրելիս, երբեք մարդուն, խնդրում եմ ուշադիր եղեք, երբեք մարդուն
չքննեք իր հակու կապով։ Տեսի, մենք ասես մեհեր ջան, չէ։ Մենք այդպես բան չենք անում։ Ես տեսել եմ, որ ասում եմ։ Երբ որ թեման գալիս է, երբ որ առիթը գալիս է, երբ որ հավաքվում ենք մենք, չգիտեմ, ինչ-որ մի հատ սխալ թիմում, խոսում ենք ինչ-որ մեկից հաստատ, բոլորս։ Շատ կարևոր է քո սրտի դիրքը այդտեղ ուղիղ լինի։ Ասում ենք այդ ինչ մորթ է։ Այնքան կարևոր է, որ քո սիրտը ամենտեղ ուղիղ լինի։ Ինչ միջավայրում որ կընկնես, երբեք մարդուն չդատես։ Ու երբեք չքննես մարդուն նրա հակու կապով, նրա ստացվածքով, գիտես, բոլորս Քրիստոսի արյանգինն ենք։ Մեկիս աչքերը մեծ է, մեկիս ականջներն է մեծ, մեկիս մազերը երկար է, մեկս առանց մազերի է, բոլորիս համար Քրիստոս արյուն է թափել։ Գիտես, այդ մարդիկ են այդ արժեքները մցրել, այս ինչը գեշ է, այս ինչը սիրուն է, բոլորը Քրիստոսի արյանգինն են։ Դες երբ որ սիրտդ ես դիրքով պայես, բոլորը քո համար գեղեցիկ կլինեն, որտեղ քո քույր եղբայրն են Քրիստոսով, բոլորի համար է Քրիստոսը արյուն թափել։ Երբեք մարդուն չդատես իր, մենք իրավունք չունենք դատենք, կներեք, չքննես նրա կյանքը երբեք իր աշխատանքով, չգիտեմ, բոլորի մոտ տարբեր է ստացվում։ Կյանք կարող է սխալ դասավորվել։ Մենք մի գործ ունենք, օրհնենք ու աղոթենք։ Եթե չես աղոթում այդ մարդու համար, ոչ էլ քննի նրա կյանքը։ Իրավունք չունես առավել եւս քննելու, եթե չես աղոթում։ Ամեն։ Առաջի Պետրոս 1:17։ Առաջի Պետրոս առաջի գլուխ 17-րդ խոսքը։ Որովհետև գրված է սուրբ եղեք, որ ես սուրբ եմ։ Եթե հայր եք կանչում նրան, որ առանց աչառության դատաստան է անում ամեն մեկի գործերին պես, ապա ձեր պանդխտության ժամանակը վախով վարվեք, փառք Տիրոջը։ Մի հատ եմ կարդում, ասում, եթե հայր եք կանչում նրան, որ առանց աչառության դատաստան է անում ամեն մեկին գործի պես, իր գործի պես ներողություն, ապա ձեր պանդխտության ժամանակը վախով վարվեք։ Գիտեք ինչ ասում, ասում որ դուք ստեղ պանդուխտ եք։ Ինչ է նշանակում պանդուխտ։ Ուտարություն։ Մենք ստեղ հյուր ենք, սիրելիներ, խնդրում եմ, երբ որ հյուր եք, ուղղակի պետք է հասկանանք, որ մենք հյուր ենք, մենք չենք հավատում, որ ստեղ հյուր ենք։ Ինչ ենք դիզում, ինչ ենք հավաքում։ Դες ժամանակավոր է, եկեք ապրենք Քրիստոսի համար, եկեք չսիրենք աշխարհը։ Խոսքն ասում է, մի սիրեք աշխարհը եւ այն ինչ որ աշխարհի մեջ էլ կա։ Աշխարհի սերը թշնամություն է Տիրոջ դեմ։ Ուր որ կլինես, ուր որ կնստես, գիտես չի ստացվի առանց Քրիստոսի։ Քո ուժերով չի ստացվի։ Զաքարիա մարգարեության մեջ գիտեք ինչ ասում, 4-րդ գլուխ 6-րդ խոսքը։ Ոչ ուժով, ոչ զորությամբ, այլ նրա հոգով։ Գիտես իսկ նրա հոգու հետ շփվել է պետք։ Նրա քո հետ մեկանալ է պետք։ Նրա խոսքը կարդալ է պետք։ Ու գիտես հավատա կարաս գիշեր ցերեկ տանջվես, քո ուժերով փորձես, քո զորությամբ փորձես, քո կապերով փորձես։ Երբ որ գալիս է հիվանդությունը, երբ որ գալիս է ներքին վախը, գիտես մարդիկ ունեն լիքը ունեցվածքներ, բայց այստեղ մի հատ վախ կա։ Ու գիտես այդ հարուստ մարդիկ իրանց տունը 6 կողմից կամերաներով են շրջապատում։ Ամեն դրան մոտ 2 հատ թիկնապահ են կանգնացնում։ Բայց խոսքն ասում է զուրա տունը հսկում պահապանը, եթե Աստված չկա այդ տան մեջ։ Ուղղակի ուզում եմ ամեն բան անեմ, որ միասին հասկանանք, որ մի պահ կանգնել է պետք է մրցավազքի մեջ։ Մտնում ես խանութները, մարդիկ արդեն նոր տարվան են պատրաստվում։ Հասկացեք, այդ ամենը ունայն է։ Ու գիտես ամենավերջին խոսքը, ամենավերջի տեղը, որ ուզում եմ կարդամ, մեր շատ սիրելի Սողոմոնի խոսքերն է։ Գիտեք ով էր Սողոմոնը։ Մեր ովիվը գիտի։ Ոչ մեկ չի իմանում ով է Սողոմոնը։ Դավթի որդին։
Գիտես Սողոմոնի խոսքերից ժողովող հենց առաջին գլուխ ուզում եմ կարդամ ձեզ համար։ Ժողովող 1 ներողություն, ժողովող 1:3-ը։ 1-ից մինչև 3-ը։ Երուսաղեմում թագավոր Դավթի որդի ժողովողի խոսքերը։ Ունայնություն ունայնությանց, ասեց ժողովողը։ Ունայնություն ունայնությունից, բոլորը ունայն է։ Ինչ հոգուտ ունի մարդը իր բոլոր տառապանքիցը, որ քաշում է արեգակի տակին։ Գիտես սա ով է ասում։ Սա ասում է մեկը, որի նման հարուստ ոչ երկրագնդի վրա եղել է, ոչ էլ կլինի։ Ես սա ասում եմ Սողոմոն թագավորը, որ այնքան շատ հարստություն ուներ ու վստահ եմ բոլոր աշխարհի բարիքներից էլ օգտվել էր։ Գիտես ինքը ինչ է հասկանում իր կյանքում, որ ամեն բան սուտ է։ Ամեն։ Դες եթե Սողոմոն էս հասկացել ու մեզ փոխանցել, եկեք մենք չփորձենք ավելի խելացի գտնվենք Սողոմոնի իմաստունից։ Ու մի հատ էլ մեր ուժերով փորձենք, հələ դրանք կարող է հանկարծ մեր մոտ ստացվի։ Սիրելիս չի ստացվի։ Մեր քարոզի վերնագիրը չի ստացվի։ Քո ուժերով, քո կապերով ոչ մի բան չի ստացի։ Քո միակ կապը երկինքը պիտի լինի։ Շատ լավ բարեկամներ, հարուստ բարեկամներ, չգիտեմ, ազդեցիկ բարեկամներ ունենալը, բայց շատ սարսափելի է, երբ որ դու հույսդ դնում ես նրանց վրա։ Ասում անիծյալ լինի այն մարդը, որի հույսը մարդն է, որ սպասում է մարդուց։ Ու գիտես սարսափելի է, որ հիմա ասում ենք ամեն, բայց գտնում ենք տուն ու հույսներս դնում ենք դրանց վրա։ Այնքան կարևոր է, որ ամենը մեր սրտից բխի, որ այդ ամենը փոխի մեր կյանքը։ Ամեն։ Փառք Հիսուսին, Հովիվ ջան, խոսքը հանձնում եմ քեզ։